ատամնաբուժարանում ենք, որը նաև ունի մանկական բաժին, կահավորանքը նայեք, այստեղ երեխաների համար տարբեր խաղեր ա դրված, այստեղ միշտ մուլտֆիլմ ա գնում էկրանի վրա, կան գրքեր, այդ ներքևի տարակներում կանելի խաղեր, այստեղ կարող են փափուկ դոշակները բերեն այս հատվածում, որպեսզի մուլտֆիլմ նայեն, այստեղ կարող են նկարել երեխաները ու նաև թույլտվություն կարող ենք տալ, որպեսզի ատամնաբուժարանի աշխատակիցները իրենք գան եւ երեխաներին բերեն հերթական այցի, իհարկե ծնողների թույլտվությունը անպայման պարտադիր է, իսկ եթե ոչ, արդեն ծնողը ինքը 6 ամիսը մեկ պետք է երեխային բերի ատամնաբուժարանի պատին մի հատ հետաքրքիր պոստեր տեսա, յուրաքանչյուր հյութը իր մեջ որքան շաքարի հատիկ է պարունակում, դե ջուրը չկա, արդեն այս Lipton կանաչ թեյի մեջ 1 շաքարի հատիկ, կապրիսանը 3 ու այսպես հերթականությամբ գնում է, նայեք, այստեղ էլ արդեն կաթնային հյութերը, որի մեջ կաթ է պարունակում, նույնիսկ արդեն սովորական կաթի մեջ 2.5 հատիկ շաքարի հատիկ, այստեղ արդեն յոգուրտի մեջ ինչքան, դեղցի յոգուրտի մեջ ինչքան, մի խոսքով նայեք, որպեսզի արգելենք երեխաներին հնարավորինս քիչ հյութեր խմեն, ասեմ, որ եթե մենք թույլտվություն ենք տվել, որ պետք է դպրոցից գան տանեն, իրենք հատուկ մեքենայով են գալիս աշխատակիցներով ու դա եւս ապահովագրության մեջ է մտնում, այսինքն ծնողները էքստրա դրա համար հավելյալ չեն վճարում եւ իրենք հենց դասի ընթացքում են նախորոք արդեն դպրոցի հետ պայմանավորում են, նախապես գալիս են, ասենք 5 հոգու պետք է տանեն այդ օրը ատամնաբուժի, այս փոքր սնդուկների մեջ էլ դնում են հանված ատամները եւ տալիս են երեխաներին կաթնատամները եւ տալիս են երեխաներին որպեսզի որպես հիշատակ տանեն իրանց տուն, թե ինչի ենք պահում չգիտեմ։